Բարի առավոտ աշխարհասփյուր հայությանը, միանգամից ասեմ գլոբալ փոփոխություններից վախեցողները եւ Ռուսաստանից, որ կախված է Հայաստանը ինչ որ տնտեսական եւ ռազմական թելերով այլ պետությունների հետ հարաբերությունները ուժեղացնելու, այլ ռազմական եւ տնտեսական գործընկերներ փնտրելու մասին խիստ վախեցողները, որ կարող է վախից թրջեն տակները, էֆիրը մի նայեք, հեռացեք մի կողմ, որովհետեւ ես եթերում Անես բաներ եմ ասելու, որ իսկապես այդպես մարդկանց համար տհաճ է լինելու։ Երեք տեղյակ եք դե Եվրոմիությունից եւ Եվրոպայից ինչքան մարդիկ եկան Հայաստան, թվում եւ Ֆրանսիայի նախագահը, էլի բարձր պաշտոնյաներ, խորհրդարանից, Եվրոխորհրդարանից եւ այլն։ Ժողովուրդ ջան, Հայաստանում Ռուսաստանից բացի ուրիշ պետության մենք չենք պատկերացրել բարեկամ, գործընկեր, դաշնակից, չենք պատկերացրել ու տենց շարունակել ենք ապրելը, բայց իրականում Կոլումբոսն էլ չգիտեր, որ օվկիանոսից են կողմ աշխարհամաս կա, իրակ եթե տանը նստեր, իր գյուղում նստեր, ինքը չէր իմանան դա աշխարհամաս կա։ Հիմա մենք էլ նստել ենք մեր տունը, ասում ենք այդ գիտենք հերիք է, ուրիշ բան չենք ուզում։ Ես ուզում եմ մեր հայրենակիցները մի հատ հասկանան էլի, որ աշխարհը զարգանում է եւ աշխարհը զարգանում է եւ տնտեսապես եւ տեխնոլոգիան է զարգանում եւ հիմա չգիտեմ չիպեր արհեստական բանականություն, ասես բաներից, հա, դուք դրած D30 եք պաշտպանում, AK-74 եք պաշտպանում, Niva Zhiguli եք պաշտպանում։ Վերջտեվեք, արա, ժողովուրդ ջան, ես էլ որ իմ երկրում տեղի ունեցող լավ բաների մասին դրական բաներ եմ խոսում, ասում են իշխանամետ է։ Ժողովուրդ, պետականամետն ու իշխանամետը տարբեր է։ Եթե իշխանությունը պետության համար լավ բան է անում, ու ես թաքցնում եմ, չեմ խոսում դրա մասին, ուրեմն ես ոչ թե լավ տղա եմ, լավ քաղաքացի եմ, ես ուրեմն ինչ որ քաղաքական ուժի հարում եմ, բայց թաքցնում եմ, ուրեմն ինչ որ ուժի մարդ եմ ես, թաքցնում եմ, դրա համար չեմ խոսում, չեմ ուզում, իմ ուժին պետք է ես տակից գովերքեմ, ոչ մի ուժի չեմ գովերքում, ոչ մի ուժի չեմ պաշտպանում, ոչ մի ուժի մեջ չկամ, բայց եթե այսօրվա իշխանությունը լավ քայլեր է կատարում, ինչ չի դրա մասին խոսանք, հետ ծանր տանում, օրինակ ես ընթերցում եմ մի հատ կարճ 4 տողա, նախկին իշխանություններից իշխանության անդամներից մեկը բարձր պաշտոնյա, տեսեք ինչ ա գրել։ Մակրոնը 2022 հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու քավորներից էր, իսկ այսօր Երևանում փայլուն ընդունելության է արժանանում։ Փաստորեն Արցախն էր խանգարում ձեր երջանկությանը։ Այստեղ խորհուրդ եմ տալիս լիքը մարդիկ ողջուն են, լաց են, տխրվել, ասեն հայելի, բայց ճիշտ բաներ ասեն։ Իսկ եթե ուզում եք իրականությունը իմանալ, եկեք իմացեք իմ մոտ։ Ուրեմն այս նույն Մակրոնը, այդ նույն Շարլ Միշելը Արցախի քաղաքական ղեկավարությանը հրավիրել է Սոֆիա, հրավիրել է Եվրոպայում, որպեսզի բանակցեն արցախցիներից իրավունքների, Արցախի ընդհանրապես ճակատագրի մասին, նրանք մերժել են։ Но ասма кто не рискует, тот не пьет шампанский։ Եթե Արցախի իշխանությունները ռիսկավատ չեն արել գնալ Եվրոպա, խմեն այդ շամպանսկին, առանց իրանց, այնտեղ շամպանսկին բացել են Ալիևի հետ խմել, Փաշինյանի հետ խմել, Ալիևը ճանաչել է իր տարածքային ամբողջականությունը, Նիկոլը ճանաչել է իր տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի առաջնորդը, այդ միավորի առաջնորդները չեն գնացել մասնակցել այդ process-ին։ Բա ինչ եք մտածեք, գիտեիք ընդ նստելու են ողբան, ասեն գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ 120,000 ժողովուրդ բլոկադայի մեջ, եկեք շամպանսկին փակենք обратно, դնենք մի կողմ։ Բերեք մենք ստենք, լոբի ուտենք, խաշ ուտենք, խաշլամա ուտենք, տխրության մի հատ սեղան կազմակերպենք, նստենք, բայց ոնց մենք նստենք ուրախանանք, շամպանսկի խմենք, եթե Բակոն, Արայիկը բանը չեն ուզում գանստե, եթե չեն ուզում, պետքա սաղս հիմա թողենք մեր գործերը, նստենք ուղաթիռը, թռնենք հասնենք իրանց մոտ, մի հատ դռները ծեծենք, հələ բայց կարող է չընդունեն մեզ, մի հատ ծեծենք հարցնենք, խի եք տխուր Արայիկ, խի եք տխուր Բակո։ Ու էսի նախկին պաշտոնյայի գրառում է, որի տակ 100 հոգի բաժելից է տվել, դե 1000-ից արդեն անցած կլին լայքեր են դրել։ Հեքիաթասեր իմ բարեկամներ, ռոմանտիզմով տարապող իմ բարեկամներ, հվեշ տվեք, դուք չեք իմանում, որ Արցախը կորցվել է Արցախի քաղաքական ղեկավարություն չունենալու պատճառով, կամ եղած քաղաքական ղեկավարությունը, որին համարում եք ղեկավարություն, դա ձեր խնդիրն է։ Իրանք ոչ մի բան էին, ոչ մի բան էին իրանց ժողովրդի մեջ, ոչ մի բան էին ամբողջ աշխարհում։ Աշխարհը մի պահ ուզեց բանի տեղ դնել, իրանք չբանի տեղ դրին։ Հիմա Արցախի ժողովրդի մեջ իրանց ակտիվիստ կամ բլոգեր կամ չգիտեմ ինչ որ բան ներկայացնող մարդիկ, նրանք գլոբալ աշխարհակաղակական հարցերում չկան, բայց մի բանում կան, Գևորգի վերլուծությունները անկեղծ։
եւ ճշմարիտ վերլուծություններն ու մեկնաբանությունները, որ ազնիվ իմ սրտից դուրս է գալիս եւ ճշմարտությունն այլից ինչ եմ ավել ասել, ինչ եմ պակաս ասել, ինչ եմ կարող պակաս ասեմ, բայց ավել չեմ ասի, սուտ չեմ խոսա։ Ասելիք չունեն այդքանին, իմ անձին են թիրախավորում, իմ անձի տակ հələ մի հատ էլ ինչ որ լսել եմ հետաքրքրված են Գևորգին, բա ո՞նց բռնենք պատժենք, արա կյանքներիցը ձեռեք քաշել։ Նախ առաջինը, եթե դուք ձեզ դրել եք շնագայլերի տեղ ուզում եք իմ հետ, ես մենակ դուք 10-20 հոգով գաք պատժեք, դա կարող է այդ պահին ստացվի։ Հետագայում հաթաթ որ բռնեմ, դուք շատ վատ վիճակում եք հայտնվելու։ Առաջինը ես սա օրենքով եմ գնալու։ Իմ արդեն գործունեությունը թույլ չի տալիս ես ռազմորկեքի մեջ մտնեմ։ Եթե լիներ սա մի 6 տարի առաջ, 5 տարի առաջ, ես իս թույլ կտայի եւ թույլ էի տալիս։ Ես Ստեփանակերտ թույլ էի տալիս, ովքեր որ իմ հանդեպ բացասական վատ մեկնաբանություն են գրում, ես էի գրում, տեղը տասակ գալիս եմ, հարցերդ լուծեմ։ Լիքը մարդ խուսափում էր, ովքեր որ կոնֆլիկտ եղել է, որ քաղաքավարի բացքնադատություն գնացել հանդիպել եմ հարցերի տեղում լուծել ենք։ Հիմա ինձ թույլ չի տրվում, ես իրավունք չունեմ հանրային դեմք լինելով խուլիգանական ինչ-որ ռազմորկեքի մասնակից դառնամ։ Խուլիգանների հարցերով զբաղվելու է օրենքը։ Թե լավ կզբաղվի, վատ կզբաղվի, ես գոհ եմ իրավապահամակարգից չէ կապ չունի։ Ես պարտավոր եմ թողել իրավապահամակարգին։ Իմ հետ կարակ մենակ բանավիճ եք, եթե դուք մակարդակ ունեք եւ ուզում եք իմ արտահայտված մտքերի հետ խոսակ, ես չեմ մերժում, չեմ ձեզ կոպտում։ 3 տարիքով մի հատ էսա նորից վերադառնում եմ այս քաղաքական թեմաներին, ուղղակի սա պետք էր մի հատ ասվի։ Ստեփանակերտի մարդա դե 50-60 անց է երևի։ Իմ խոսքը ճիշտ չհասկացել։ Երբ որ ես ասել եմ պետությունը ինձ տալիս է 28 միլիոն, ես գոհ եմ 28 միլիոնով ես կարող եմ տուն առնեմ, ու միջալով կարող եք շնորհավորել պետության աջակցությամբ ես իմ տունս առել եմ արդեն, ուղղակի հələ չեմ բնակվում տե, որովհետև նախկին բնակիչները տուն են կառուցում, ես էլ իրանք էլ համաձայնության եք եկել, որ իրանց տունը սեփական տունը կառուցեն, երբ որ տեղափոխվի, ես կտեղափոխվեմ։ Դա կլինի հունիսի վերջի միգուցե։ Կարող եք արխային շնորհավորել։ Վերջը 28 միլիոնս իրացրել եմ։ Մաքուր այդ փողը տվել եմ, մենակ այդ մարդը պայմանավորվել ենք հանում է իր տնից տելևիզոր, խալաձելնիկ, էլեկտրոնիկան։ Գույքն էլ է թողում։ Մահճակալները, շկաֆ ու գարդիրոբ, բան սաղ թողում է։ Այդ 28 միլիոնի մեջ եվրո ռեմոնտ արած, ընտիր այսենց ընտիր ռեմոնտ արած, քաղաքի մոտ բնակավայրում եմ տունը առել։ 28 միլիոն դրամը քիչ է ինձ է տալիս, բայց ես ասում եմ ինձ է տալիս, ինչու որտեվ իմ տան մեջ կա 7 շունչ, 7 անգամ 4 միլիոն 28։ Ես չեմ ասել բոլոր արցախցիների, բոլոր ընտանիքներին 28 հատալից։ Մարդ չի հասկացել, գրել է քաղաքավարի, բացատրել եմ ինքը հետ է գնացել, տեսանյութն այլ եկել ասում, հա Գևորգ ջան, սխալ եմ հասկացել, հասկանալի է, ճիշտ ես ասել։ Всё, տեսակ այդ 50-60 տարեկան մարդ ինչ գաղափարի տեր մարդ է, այսինքն չընդունելով որոշակի տեղեր իմ խոսքը, բայց ինքը գիտակցեց, որ կարելի է Գևորգ այդ կոնտակտի դուրս եկած եւ երիտասարդ տղա է, կարող սխալ է խոսում։ Մի բան ես տարիքս մեծ է, մի բան ուղղություն ցույց կտամ։ Եկավ հասկացանք, իրար հասկացանք, որ սխալ բան չեմ խոսել, հələ շատ չոտի մնացածն էլ ասել եմ։ Հայմատությունը գյումրեցիների հետ իրան դուր չի եկել։ Ես հայմատում եմ, որ կապ չունի, մեկը աղետից է բնական, մեկն էլ սենց է, քաղաքականություն չմտնենք։ Այս քաղաքական նախին պաշտոնյան, որ ասում է Մակրոնը քավորն է եղել Արցախի կորուստի, առաջի Արցախի կորուստի քավորը, երաշխավորը եղել է Ռուսաստանը եւ այդ խաղի մասնակից եղել են ընդդե տեղական իշխանությունները։ Որտեղ կրկնում եմ, Հայաստանը իր տարածքն է ճանաչել 29743, Ադրբեջանը իրանն է ճանաչել, Արցախն էլ որ պետքա գնար իր ոչ թե տարածքային, այլ ժողովրդի ինքնորոշման ժողովրդի ապագայի Արցախում մնալու ապրելու մասին խոսեն չեն գնացել։ Ու հիմա ես հիմնավորում եմ մենակ են չէ եթերանում, դուք իրավունք ունեք ասեք լավ է, հեշտ նստում ես մենակ խոսում, մարդ կա հետը դուրս գա զրույցի, ես պատրաստ եմ։ Ովքեր են այդ Արցախի մեր հայրենակիցները, որ բլոգեր են կամ ակտիվիստ են կամ ակտիվ մեկնաբանություն գրող են ու ինձ վիրավորում են, բան են անում, կարող է ես ասում եմ եկեք քաղաքավարի զրուցենք։ Չնայած անկեղծ ասած իմ հետևորդները կասեն Գևորգ, այդ տեսակ մարդ կաս մակարդակի մի չի։ Ընդունում եմ ձեր խորհուրդը։ Ընդունում եմ որ ճիշտ եք ասում։ Ես էլ գիտեմ որ չկան այդքան, փորձել եմ, մեկին բերեցի եթեր, որ տենակ ինչ մակարդակի մտածելակերպ կա մեր ժողովրդի մեջ, եկավ ինքը իր խայտարակարից, գնաց հետևիցս էլի տեսանյութեր է հրապարակում։ Այդ էլ հաջորդն էլ ով գա խայտարակվելու ա գնա, բայց ես միտում չունեմ խայտարակելու, ես միտում ունեմ դարձի բերելու, ես միտում ունեմ դուք իրականություն դարձի դարձ, դուք իրականության մեջ չեք ապրում։ Լավ չխոսամ երկար ժողովուրդ ջան, որ շատ խոսում են ճնշումս բան անում, բայց այն ինչ ասել եմ, թե պետության աջակցության մասով բավարար է, արա բերեք մի հատ բաց ճշմարտություն էլ ասեմ, հետո արցախցիները որ չասեն Գևորգ քիչ ես զգուշացրել, ասում են չէ Գևորգ որ դու 14-15 թվին գիտեի մեր Արցախը հանձնած է, կռիվալնելու մեր զետորն են գցելու, գնացել ես քիչ ես մեզ ասել, դե հիմա չեմ ասել եմ, նախ իմ շրջապատի մարկանց եմ ասել, բլոգիա չի եթերային ասեմ, հիմա էլի մի հատ հեռանկարային մի հատ ստրատեգիական բան եմ ասում,
ձեր մոտ այս վիդեոն պահեք, վաղը պետք է գալու։ 28 միլիոնով ես որ գալացել եմ Երևանի հարակից տարածքներում տուն առնեմ։ Դա մինչև հունիսի 7-ն ալնելու 28 միլիոնով հնարավոր տուն առնես կամ 16 միլիոնով մի քիչ փոքր տուն կամ 36 միլիոնով մի քիչ մեծ տուն, այդ գները հոդս ացնդելու հունիսի 7-ից հետո։ Ինչու՞, որովհետև Հայաստանը մտնում է մի այնպիսի զարգացման փուլ, Եվրոպայի հետ դռները բացել, արժեքները բարձրանալով կտրու կրկնակի։ Այսօր քիչ պահանջարկ կա տուն առնելու Հայաստանում արցախցիների կողմից։ Ինչու՞, որովհետև լիք արցախցիներ ինչ չեն լսել, որ ասել եմ գնացեք շուտ ստացեք ձեր անձնագրերը, դուք այս պետության լիարժեք քաղաքացի էիք, ուղղակի այդ կոդը փոխեք, որ դառնաք ունենաք իրավունք տուն առնել, սոցիալական աջակցություն ստանալ։ Չեն լսել, ասել են էսի ծախված է, բա դու ոնց 070 կոդը ուրացար, բա դու ոնց Արցախի դրոշը որ փալաքյաներով անջատացա մայր Հայաստանից ուրացար, Գևորգը որ ոչ դրոշի մասին էր խոսում, ոչ խոսում էր 070 կոդից, ոչ պասպորտի գույնից, այն ուղանկյունի կլինի քառակուսի, թե կլոր, խոսում էր Արցախի հայկական լինելիությունից, այսօր դուք կարող եք մատ թափտակին վրա, լուրջ եք ասում, այդքան կաք, ես որ իրականության մեջ էի, ասում եմ, կորցրել ենք Արցախի ինչ պետականություն, չի եղել, բայց 20 թվականից հետո իրավիճակը փոխվել, եկենք ստե, մենք պայքարենք մեր մնալու մասին, եւ պետք է այնպեսի առաջնորդ դնենք, որ մեր մնալու մասին պայքարի, դուք չեք եկել իմ հետ միացել, հիմա հասել ենք Երևան, դուք ստեից արդեն ուժեղ հայրենասեր եք խաղում ին վրա եք մատ թափ տալիս, իմ մասին եք բամբասում, դե բամբասեք ինչքան կուզեք, միևնույն է դուք դրանով ինձ բարձրացնում եք, դուք իջնում եք, դուք ստորանում եք, դուք ճահճի մեջ եք, ինչքան թփրտակ ճահիճը տենց է թփրտում ես, ուզում ես քայլ անես, բարձրանաց, ավելի ես խորտակվում, ձեռ եմ մեկնել, բռնեք ձեռնես, հանեմ ձեզ օդ, հանեմ մաքրեմ այդ իրավիճակից։ Ուրեմն այդ նույն 28 միլիոնանոստները 38-48 միլիոնա դառնալու։ Բայց տեսեք ինչպես եք դուք զրկվելու արդեն Երևանի մոտ բնակավայրում տուն առնելուց։ Դուք գնալու եք հեռավոր մարզերում, Սյունիքում, Լոռի մարզում, Տավուշի մարզում, Շիրակի մարզում տուն առնեք։ Արմավիր էլ չեք կարենալու, Կոտայքի մարզում չեք կարենալու, Արարատի մարզում էլ չեք կարենալու։ Գնալու եք այնտես հեռավոր տներում, գյուղերում տուն առնեք, գիտեք ինչու։ Հեսա բացատրեմ, որովհետև դուք չուզեցիք գնաք ժամանակին ձեր անձնագիրը ստանաք, այս կարևոր ժամանակում տունը ձեր ստանայիք, հույս ունենալով ձեզ տանելու են հետ Արցախ։ Արցախի մասին առայժմ մոռացեք։ Մոտակա 5-ամյակում, 10-ամյակում դրա մասին խոսելը անհնար եմ տեսնում։ Կլինի ավելի լավ, կգնաք։ Պասպորտ փոխելը ձեզ չէր խանգարում, պասպորտի թիվը փոխելը չէր խանգարում։ Միևնույնն է, բռնի տեղանվածի փաստաթուղթ ունեիք, կարայիք դրանով ցույց տայիք, որ դուք այնտեղի փախստական եք։ Սա կամերեկն էլ է ֆիքսել մեր արտագաղթ Արցախից։ Ամբողջ աշխարհի ԶԼՄ-ները ֆիքսել են դա։ Կա արխիվում կա, որ Արցախում ապրում էր, այս համար դուրս է եկել։ Մի մտահոգվեք։ Հիմա տեսեք ինչ է ձեր գլխին եկել։ Մինչև հունիսի 7-ը Փաշինյանը, չեմ ասում Փաշինյանը, բայց հավանաբար իշխանության կողմից ենթադրություն եմ ասում, ինձ այնպիսի ինֆորմացիա չեն հայտնել, ես եմ ենթադրել։ Զգալով, որ դուք լավ Քոչարյանամետ եք, լավ Սամվել Կարապետյանամետ եք, եւ եթե ստանաք անձնագիր գնալով եք հավանաբար, ամենայն մեծ հավանականությամբ իրանց ընտրենք։ Իշխանությունները որոշել են, որ արհեստական խնդիրներ ստեղծի անձնագիր ստանալու հարցում։ Կարող են արցախցիները տակը գրեն հաստատեն, ասեն, հա Գեորգ, ճիշտ ես ասում, ինչ որ արհեստական ձևական դժվարություններ ստեղծում են անձնագիր ստանալու համար։ Ես 2 տարի առաջ եմ ստացել օրինակ, շատ հեշտ է ստացել եմ։ Մի ամիս է թե 40-45 օր տևած։ Հիմա ասում ամիսներով չեն կարող ստանալ։ Ես պատասխանը գիտեմ։ Իշխանությունները տեսել է, որ ձեզ այսքան աջակցությունները, սոցիալական ծրագրերը, տները, բանը տալով, դուք էլի գնում եք Սամվել Կարապետյան ձայն տակ Ռոբերտ Քոչարյան։ Ձեր իրավունքն է, ես չեմ ասում խեղեկանում։ Ճիշտ է, ես իրանց ձայն չեմ տա 100 տարի, որովհետև իմ պատկերացումները քաղաքական եւ ընդհանրապես աշխարհակարգի մասը ուրիշ է, ձերը ուրիշ է։ Դուք գիտեք, ձեր ընտրության մեջ։ Դե իշխանությունն էլ հո բան չի, խոտ չի ուտում։ Հասկացան, չէ, որ եթե ես քեզ ընտրելու իրավունք տամ, գնաս ուրիշի ընտրես, բերես ուրիշ իշխանության, ինչու՞ քեզ տամ։ Բայց հունիսի 7-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը 64%-ով ընտրվի վարչապետ արդեն, տենց սիմվոլիկ թիվ եմ ասել 64-ը, ընտրվելու է վարչապետ, շատ հեշտացած, արագացրած կերպով սաղը ստանալու եք անձնագրեր, ու շատ հեշտ, այտենց է, որ ասում ասենց վարար, այսենց բուրըն, ակտիվ, սկսելու եք տներ փնտրելը, վաճառողները դա տաբլոյի վրա նկատում են, լիստայեմով, չգիտեմ, ջուբա, մուբա, ինչ են ասում, տենց բաներ կա, որտեղ տներ է վաճառվում, նկատում են, որ արա պահանջարկը շատ է, լիք արդեն գրողներ կա տուն ենք ուզում, հենց սպասի արա, 28 միլիոն եմ ծախում, սպասի 30 սարքեմ, 30 ա դնում, էլի են ուզում, 32 ա դնում, էլի ա ուզում, սարքելու է 38 միլիոն,
գնալու ես 10 միլիոնը մոտորապես գրպանից ոչ թե գրպանից բանկից պարտքովա ինչովա գրպանից թեկուզ դնես լրացնես պետության աջակցության վրա տուն առնես բայց ես վախենամ արդեն Երևանի հարակից ինչպես նշեցի այդ 4 մարզում չես կարենալու Արմավիրի մարզ, Արարատի մարզ, Կոտայքի մարզ եւ Արագածոտնի մարզ այդ 4 մարզում դուք չեք կարենալու տուն առնել նրանք հերրավոր տեղ հիմա կհիշեք իմ խոսքս կհիշեք ես դες 2 տարի առաջ խնդրել եմ ասել եմ ժողովուրդ դիտես բաներ մի ասեք գիտեմ մարդկա ես 70 կոդը փոխել չում տիպա իր պետությանը դավաճանը դու չունես պետություն ուրիշ դու ունես մի պետություն անունը Հայաստանի Հանրապետությունն է իսկ Արցախը դա քո հայրենիքն է քո ծննդավայրն է որը չուներ ոչ մի պետության պարամետր որ աշխարհի կողմից չէ ճանաչում բարի եղեք իմ ասածներին գոնե ձեր օգտին եմ խոսում ես ինչ ասում եմ տեսակ ես ինչ եւ որ ասում են ես խորամանկ մարդ չեմ բայց ես էլ բան չեմ խուլ չեմ ես կուր չեմ ես բան չեմ ես սախտենում եմ ինչա կատարում ես ոնց իմ շահիդ դեմ գնամ ես ժամանակին ճիշտ օգտվեցի եւ գնացի պետության աջակցությամբ իմ տունը առա Պակասպարատն էլ ընթացքում կփորձենք լրացնենք եւ գործ կունենամ հետագայում այդ արդեն քաղաքի մոտ կլեմ կամ Երևան գործի կմտնեմ արդեն հիմա գյուղերեմ դժվար է դուք էլ եք չէ գործի համար ուզում Երևան կամ Երևանի մոտ ապրեիք դուք էլ եք չէ ուզում որ վաղը ձեր երեխան ուսանող լինի հեշտ լինի գնալ գալը ես էլ եմ ուզում ես օգտվեցի իմ իրավունքներից ես օգտվեցի ինձ տված հնարավորությունից շատերը չօգտվեցիք դե կգնաք հետո ասեք Նիկոլն է մեղավոր դուք եք ձեր ամեն մեղքի մեջ մեղավոր Դուք եք մեղավոր որ Արցախում չկանգնեցիք մարդու մոտ ով որ գործից տեղյա գա ով որ ունի արած գնացիք կանգնեցիք ոչ մի բաների մոտ այդ ճակատագրին արժանացաք հիմա նախկին պետական պաշտոնյան ասում է Մակրոնն էր խավորը Արցախն էր ձեզ խանգարում ոչ Արցախը չեր խանգարում այդ բանակցությունները կակրած Արցախին կանչում էին բանակցությունների ձեր երկրպագած քաղաքական ղեկավարները Արցախում չգնացին ապավինելով իրանց հույսը Ռուսաստանի վրա վերջում ինչ ասեմ Ուրեմն նորն էլ աչքովս ընկավ Ռոբերտ Քոչարյանի զրույցը հարգելի հայրենակիցներ Ռոբերտ Քոչարյանի աջակից իմ քույր եղբայրներ ես ձեզ հարցադրում եմ անում ես չեմ ասում լավ արել վատ արել ճիշտ արել սխալ արել դուք ինչպես եք կարծում որ ձեր երկրի նախկին բարձր պաշտոնյա է նախագահ է կամ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ իր վրա ասում է ինձ հասնում է ինֆորմացիա որ Ռուսաստանի Դաշնությունում ժողովրդի մոտ կա կուտակված ոչ միայն հանրության կողմից կա կուտակված այնպիսի միտք, այնպիսի կարծիք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ճշտամի պետությունների հետ լավ հարաբերություններ է ստեղծում։ Պետի ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանը, որ Հայաստանը վատ է անում, որ Եվրոմիության հետ լավ հարաբերություն է ստեղծում, եվրոպական երկրների հարևանների հետ ուզում է հարաբերություններ հաստատի սահմանները իրանց ուզում են կարգավորեն ու ճանապարհներ բացեն փոխադարձ ապաշրջափակվի այս մասով ռուս հանրությունը լսում է դուրս չի գալիս սա հայ ազգանունյան եւ ձեր նախկին ղեկավար նախագահ Ռոբերտ Քոչարյանի զրույցն է ուզում եմ հասկանաք եւ ինձ ասեք ինչու Ռոբերտ Քոչարյանը չի ասում ես հետաքրքրվել եմ եւ բարձել որ հայ հանրության մեջ ոչ թե ռուս հանրության մեջ այլ հայ հանրության մեջ կա տեսակետ որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ թե փորձում է լավ հարաբերություններ հաստատի մեր թշնամի պետությունների հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի մեր հակառակորդների թեկուզ հետ ոչ թե փորձում է այլ փորձել է 200-300 տարի առաջ Վերջի անգամ 1921 թվին էլի փորձելու հաջողվել է վերջի ամենավերջին անգամ 2023 թվին ամբողջովին Ադրբեջանին պաշտպանելով կարամ ձայնագրությունը նորից հրապարակեմ բայց գիտեմ որ սաղը լսել եք Շոյգուի տեղակալ Արցախում գեներալ գնդապետը որ ասում է որ փայլուն օպերացիա են կատարել Արցախում թուրքերի հետ միասին Արցախը իրանց ասելով տվել իրական տերերին չէ Հիմա Ռոբերտ Քոչարյանին ես հարց ունեմ դուք չունեք հետաքրքրվելու ձեր հանրության մոտ ինչպիսի տպավորություն է ինչ կարծիք ունի Ռուսաստանի թե ձեզ հետաքրքիր է թե Ռուսաստանի հանրության մոտ ինչ կարծիք է ինչ է մտածում Հայաստանի մասին բայց գրողի ծոցը ինչ է մտածում ջհանդամին ինչ է մտածում դուք պարոն Քոչարյան կանդիդատ եք տեխնացու եք նախագահ վարչապետի այժմ նախկին նախագահ եք մի քիչ էլ մտածեք թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ուզում թե Հայաստանի ապագան ինչպես ձևավորել դասավորել որ չմնան կախված մի ուժից
Հիմա էլ ժողովրդի մեջ վախա, բա մենք Ռուսաստանից կախված ենք, դու ոնց եք գնում Եվրոպա, բա հենց կակրած որ կախված ենք, դրա համար մենք պետքա գնանք Եվրոպա, որպեսզի մի տեղից չլինենք կախված, ընդհանրապես չլինենք կախված, այլնենք հետաքրքրող զոնա, այլնենք աշխարհագրական դիրքը մեր օգտագործելով մի այնպեսի տեղ, որ եւ Ռուսաստանը ստեով անցնի Իրանով, արաբական երկրներով միանա, եւ Եվրոպան մեր տարածքով անցնի գնա Ասիայի հետ միանա, Ասիան էլ փոխադարձ Եվրոպայի հետ օգտագործի աշխարհագրական դիրքը դու մի լացի, մի ողբա, որ բա ես նավթ չունեմ սենսա։ Դու նավթ չունես, բայց պետություն ունես, ու քո պետությունը շատ հետաքրքիր աշխարհագրական դիրքում է։ Իսկ վատ թշնամիները որ ունես, այո, իրանք վատ են, իրանք արիական ցեղ չեն, իրանք թալանչի են եղել, իրանք քոչվորո են, իրանք էս են, մարդասպան են, ցեղասպանել են, հա։ Բայց արդյոք դու չպետք է, երբ որ շուրջդ գազաններ են, ճիշտ պաշտպանություն կազմակերպես, ճիշտ զենքեր առնես, ճիշտ լավ պատկառուցես, սահմաններդ ամրացնես, չես արել, տվել ես քո անվտանգությունը Ռուսաստանին, ձեր դոգման, ձեր ընդհանրապես կարգախոսը որն է եղել, եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանը մեզ կփրկի, դե նա փրկեց, լավ տեսանք ինչպես փրկեց, եթե չփրկեց, դարձի արեք, այդքան մի բան։ Всё, վերջացնեմ եթերը Ժողովուրդ ջան, բարի գալուստ եվրոպացիների մեր երկիր, դարձի գան բանի նման, ինչա, անառակ որդու նման Ռուսաստանն էլ թող հասկանա, որ չի կարելի մեր հայկական տարածքն բանակ տեղադրել իբր թե պաշտպանություն Հայաստանի, բայց իր շահերը հետապնդելով գործնեք մի ամբողջ հայրենիք իրենց խաղաղապահների հետ միասին։ Իմիջիալոց Ղարաբաղի վլաստի որ քննադատում եմ, Ղարաբաղի վլաստը սնվում էր Ռուսաստանից, իրանց հրահանգները գալիս է Ռուսաստանից, այնպես որ Ռուսաստանն էլ ունի մեծ մեղքի բաժին, որ կորցրել են Արցախը, ես միայն Արցախի ղեկավարությանը չեմ, առաջի մեղավորները Արցախի ղեկավարությունն են, բայց համատեղ էր այդ ամեն ինչ կատարում Ռուսաստանի հետ մեկտեղ։ Ես վստահ եմ իմ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ճիշտ ընտրության վրա են, երբ որ թույլ եւ համաձայն են, որ աշխարհի հետ կապերը լավացնենք եւ ովքեր որ մոլորված են եղել, ամեն ինչն է ժամանակի հարց է, սաղն էլ դարձի են գալու։ Լավ մնացեք բոլորիդ լավ որ մի լավ կարևոր նորություն ես մոռացա ասեմ, հետաքրքիր շատ լավ նորություններ ասեմ։ Նախ ես այս թեմաների մասին հետո նորից կքննարկեմ եթերով կխոսանք, կզրուցենք, տենակ ինչպիսի ռեզուլտատներ ալն։ Մեզ հələ եկան, ես հələ հարսանիքներ, բարեցինք, ուրախացանք, հələ տենակ ինչպես ավարտվեց բռաչնի նոչը։ Էդի հետո կխոսանք, տենակ ինչպես է ավարտվում։ Բանը ինձ են հրավիրել որպես արցախցի բռնի տեղահանված Անգլիայից, Եվրոպայից եւ այլ երկրներից ոնց որ հայտնի լրատվականներ են եկել եւ ինձ են հրավիրել որ ես էլ մասնակցեմ եւ ինձանից էլ են զրույց վերցնելու իմ հետ ես ուզում եմ Արցախից մի քանի աղջիկ եւ մի քանի տղա կապ չունի տարիքը կին եւ տղամարդ կուզենայի adekvat առանց քաղաքական ակցիաների բան մասնակցեն եւ իրականությունը ինչպես կա որ հարցերեն ինչպես ես եմ անկեղծ պատասխանելու այդպես պատասխանեն իրանց տեսակետներով դեռևս հաստատ չի այդ փուլումը ինձ զանգեցին տեղեկացին որ sense բան են կազմակերպում քեզ էլ են հրավիրելու process-ները կգնա կտենանք բայց ես մի քանի օքի աչքից տակ ունեմ զանգեն որ տեսել եմ իրանք adekvat մարդիկ են որ չեն գնա մեր հայկական խոհանոցը դնեն Եվրոպայի առաջ կսեն սաղ բացելը որ տեսել եք ասма եվրոպացիների դեմ պետք է գնանք ցույց անենք, ասենք որ քաղբանտարկյալներ են կան դազը, M1-ը, M2-ը, ձեր կյանքը կտակ դուք անձի համար, բայց դուք ձեր կյանքը չեք տա հայրենիքի ու պետության համար, այդ տենց էլ ապրել եք, դրա համար ես նորում ենք։ Նույնը հիմա չեմ ուզում, որ այդ հանդիպման ժամանակ գան մարդիկ, ովքեր որ գալու են ակցիա անեն դա ասեն, գիտեք, բա Հայաստանում էսպիսի բաներ է կատարվում, դրա համար ես էլ չգիտեմ ում ասեմ, քանի որ տենում եմ լիքը եւ բամբասկոտ Արցախի ժողովրդի մեջ էլի այդ բլոգեր դրանք ինձ են Վարքաբեկում ինձ են վատաբանը, փոխարեն իմ միտքը օրինակ ասեն ես միտքը սխալ է, ես միտքը չենք ընդունում, անընդունել է, նրանց իմ անձը վիրավորական խոսքի ինձ կպնող զրպարտող։ Դրա համար տենում եք հիմա Եվրոպայից, Անգլիայից լրագրողներ են եկել, ուզում են իմ հետ հանդիպեն, ինձ ասում են ելում կարաս հրավիրես, ես արդեն չգիտեմ ում հրավիրել, գիտեմ, մի քանի օքի գիտեմ, ովքեր որ լուրջ մարդիկ են, բայց այն բլոգերները ովքեր իմ հետևից հաչում եք, դուք կարա տես տեղերում ձեզ դրսևորեք, դե ձեզ հայտարարական եք, սաղ աշխարհով մեկ Ստեղ հայտարարակ եղած, ասա աշխարհով մեկ էլ հայտարարակ կլնեք։ Նույն օրը ուրեմն Ժողովուրդ ջան, երկրորդ հանդիպումն էլ ունեմ, Գերմանիայից բանագնացել խումբ է եկել, ամսի, այսինքն այդ օրը չեմ ուզում օրստե ասեմ, ես այդ օրը ձեզ տեղյակ կպահեմ, այդ մի քանի օրից է։ Վաղը չեմ մյուս օր միգուցե։ Գերմանիայի բանագնացների հետ էլ եմ հանդիպելու, անցած տարի հանդիպել ենք, երևի լավ տպավորություն են ստացել ինձանից,
բայց արդեն ուրիշ խումբ է, նույն բանն է, կազմակերպողը նույն մարդիկ են, բայց արդեն ուրիշ մարդիկ են գալու հանդիպման։ Այսպիսի գործերով ենք զբաղված, երբ որ ասում ենք, որ ինչ ունես արած, ինչ ես անում, դու ով ես, ինչ ես, անհամեստություն է մի քիչ էլի, ես դնեմ սկսեմ ասեմ ինչ ունեմ արած։ Ես եղել եմ ինչքանով դուք եք եղել քաղաքացի, այնքանով էլի ես, ինչքանով դուք եք հարկ վճարել, մի բան արել, մի բան ստեղծել, աճեցրել, առել, ծախել, նույնն էլ ես։ Ինչքանով մնացածի երեխեքն են գնացել բանակ ծառայել, այնքանով ես։ Ինչքանով մի բան արել ենք, էլի սաղս է մի բան արել ենք։ Հիմա հանրային գործունեություն եմ գործունեություն։ Ես եթե դա օգտագործում եմ իշա իմ պետության, իշա Արցախահայության, հասկանում եք, Անգլիայի, եվրոպական պետությունների նման երկրի դեմ գնաս, առաջ գնաս քո ժողովրդի խնդիրներից խոսած։ Ես որ գնում եմ խնդիրներից եմ խոսալու։ Խոսելու եմ ինչից հարստան ես պատրաստ եմ անկես խոսամ եւ բարձավ ի պաշտպանություն, ի օգուտ իմ ժողովրդի, իմ պետության, այդքանից հետո ինձ որ վատ բաներ եք գրում, մի հատ ասեք դուք ինչ ունեք արած։ Եթե նստած տորթ ես թխում ծախում փող աշխատում ու քեզ իմ գործունեությունը կամ իմ քաղաքական միտքը դուր չի գալիս, գոնե բավարարվի էլի քո գործերով քիթդ մի խոթի ընդ է որտեղ դու չկաս կամ տորթ ասեցի մեկ ուրիշը տաքսի ես քշում կամ չգիտեմ սելեսար ես ավտոէլեկտրիկ ես չգիտեմ բանվոր ես շինարար ես քո գործդ անում ես լավ ես անում ես քեզ չեմ կապնում իմը քաղաքական գործունեությունն է կներեք ժողովուրդ ջան շատ երկարցրի մտքերը շատ է հասելիքը շատ է երևույթներ շատ են ֆռում մեր կողքը բայց դե տարակվում եմ ոչ չասեմ լեզու չունեի կարա ձեր բարբառով եմ խոսում գրականել եմ խոսում ինչ լեզու ուզում ձեր հետ խոսամ ձեր սիրելի ռուսերենով էլ կարամ ձեր հետ շփվեմ եթե լավ չգիտեք հայերեն դե հերիքա վերջ տվեք ձեր ռուսատար տես մեկնաբանություններով գանք ինձ վարկաբեկեք մեկը լինելու է վերջին մեկնաբանությունը ես ձեզ բլոկելու եմ ձեր մեկնաբանությունն էլ ջնջեմ Ետեք ուզում, միանգամից դուք ինձ բլոկեք չգրեք, ոչ ես ձեր պատկերը տենա, ոչ դուք ինձ լսեք։ Հաջողություն ժողովուրդ ջան, Աստված բոլորիս հետ Հայաստանի Հանրապետությանը պահապան։ Բարի գալուստ եվրոպացիներին, այդքան։